Ես շատ լավ գիտեմ, որ երբ մարդ մկրտվում է, ինչու է պետք որ նա գիտակցված մկրտվի։ Որովհետև ինչու է ասվում գիտակցված։ Որովհետև մկրտությունը, եթե նայում ենք այս կողմից, որ մկրտությամբ մենք մաքրվում ենք, ազատվում ենք, կարծես նոր մարդ ենք դառնում, մեզ տալիս ենք Հիսուս Քրիստոսին և մոռանում ենք մեր անձը, մկրտությունը ընդունելով, ընդունում ենք Հիսուս Քրիստոսին։ Բնական է դա պետք է լինի գիտակցված, մեծ տարիքում գիտակցված, որովհետև այդքանը եթե դու չես գիտակցում, չես հավատում, հավատքդ շատ մեծ չի։ Ինչու պետք է դա անես։ Ինչու պետք է դա անես մեծ տարիքում, եթե դու այդքանը չես ընդունում, ուրեմն դու Հիսուսին չես ընդունում, ուրեմն քո հավատը այդքան մեծ չէ, ուրեմն դու քո մեղքերից չես ուզում ազատվել, ապաշխարություն չես անում, չես ուզում փոխվել։ Իհարկե պետք է լինի գիտակցված։ Դու թողնում ես քո մեղքերը, դու թողնում ես քո հին անձը, քո հինը, այն ամենը ինչը հին է, և արդեն նորովի, Աստծով լցված ես դառնում, ապրում ես նոր կերպ, քո անձը մոռացար, մեղքերդ մաքրվեց Տիրոջով, դարձար Նրանը, այդ ամենը ես հասկանում եմ, բայց կա ևս մի կողմ, որի մասին չի խոսվում։ Եվ դա ինձ ցույց է տվել Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգին։ Կհավատաք դրան, թե ոչ, արդեն դա ձեր ընտրությունն է, բայց նորից եմ ասում, միշտ մենք պիտի հարցնենք Աստծուն, ճիշտ է սա թե ոչ, հավատանք թե ոչ։ Երբ մենք մկրտվում ենք, մեր վրա հայտնվում է Տիրոջ նշանը հոգևոր դաշտում։ Մեր վրա լինում է բացարձակ պաշտպանությունը Աստծուն, որովհետև մենք մեզ տվեցինք Աստծուն։ Մենք ընդունեցինք Նրան և մեզ տվեցինք Աստծուն։ Երեխաների համար ծնողը իրավունք ունի, եթե չգիտեք, նորից եմ ասում, երեխաների համար ծնողը իրավունք ունի, և ծնողը կարող է մկրտել երեխային, երեխայի վրա դնելով Աստծու ձեռքով բացարձակ պաշտպանություն, երեխային հանձնելով Հիսուս Քրիստոսին, և երբ ես ասում եմ փրկություն, ինչու չեք ուզում ձեր երեխան փրկվի, ես ճիշտ չեմ կազմում նախադասություն, ես ուզում եմ ասել ինչու չեք ուզում փրկվի չարից, չարի ներկայությունից, չարի հարձակումներից, չարից։ Եվ ձեր երեխան մկրտված է, չարը չի կարող այլևս այնպես մոտենալ երեխային, ինչպես որ մինչ այդ էր։ Երեխան այլևս խոցելի չէ այդքան։ Երեխան ամբողջ բացարձակ պաշտպանության մեջ է, պատկերացրեք ինչ-որ թաղանթի մեջ լինի, լույսի, Հիսուսի պաշտպանության մեջ, ձեր երեխան։ Մեր վրա հայտնվում է Հիսուսի նշանը, Աստծու նշանը, և դա տեսնում է չարը հեռվից։ Հոգևոր դաշտում դա տեսանելի է։ Եթե դուք այս ամենը չեք ընդունում, դա ձեր իրավունքն է, ընտրությունն է և որոշումը։